Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, վերջի ժամանակներս մարզային այցելությունների ընթացքում ամենաշատ հնչող հարցը աշխատատեղերի հարցն է, եւ մեր համագյուղացիները գտնում են, որ հիմնականում երիտասարդները տեղափոխվում են մայրաքաղաք աշխատանք չունենալու պատճառով։ Երբ մենք փորձում ենք բացատրել, որ պետք է զբաղվեն անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, սա է ճանապարհը, շատերը գտնում են, որ երիտասարդների մի մասը, որը կրթություն է ստացել, չունի համարժեք աշխատանք, այսինքն ինքը անասնապահությամբ, ասենք պոլիտեխնիկ ավարտել է, անասնապահությամբ չի ուզում աշխատել գյուղում, զբաղվել գյուղում։ Հիմա տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալի, որ կան երկրներ, այդ թվում զարգացած երկրներ, եւ Ֆրանսիայում եւ Գերմանիայում նման փորձ կա, որ տնտեսական զարգացման մի փուլում պետությունը մասնակցություն է ունենում արտադրական որոշակի հզորությունների ձևավորմանը։ Այսինքն հնարավոր համարում եք, որ մենք օրինակ թե Սյունիքում, Վայոց-Ձորում, որտեղ կան մետաղական հանքավայրեր, դա համար վերամշակման գործարաններ կառուցվի պետության առնվազն համաֆինանսավորմամբ կամ պետության կողմից, որը հետո նորից մասնավորեցվի, բայց դրանք բարձր վարձատրվող աշխատատեղեր են եւ կյանքը ցույց է տալիս, որ աղքատ երկրները միայն հանքարդյունաբերությամբ են զբաղվում, իսկ զարգացած երկրները դրա վերամշակմամբ են զբաղվում։ Հետևաբար մենք ունեցել ենք նաեւ շատ հարուստ մշակույթ այդ իմաստով, ժամանակին ունեցել ենք Հայաստանի մետաղամշակման եւ մեքենաշինական համալիր իր ենթակառուցվածքներով, ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, սարքաշինական եւ դրանք տեղաբաշխված են եղել հանրապետության տարբեր քաղաքներում եւ ապահովել են այդ աշխատատեղերը։ Հիմա նման մի գործարան կամ նույն ռազմարտունաբերության ոլորտով որևէ գործարան մայրաքաղաքից հեռու կարող են կառուցել, թե ոչ պետությունը գտնում է նման հնարավորություն։ Շնորհակալություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ձեր հարցին։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, կար ժամանակ, երբ մենք ոգևորված էինք այդ գաղափարներով, եւ դրա համար էր, որ ստեղծեցինք Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը, եւ հեսա Տիկին Գրիգորյանը հերթագրված է, հեսա հարցա տալու, ասելու է, որ 10 բան, այսքան գումարը եւ այլն։ Հասկանում եք, ոչ, չենք պատրաստվում, որովհետեւ փորձել ենք, կարող է սխալ ձև էինք փորձել, ես բան չունեմ ասելու, եւ դրա պատճառով խնդրի առաջ են կանգնել, մեր մոտեցումն է նա, որ ոչ, մենք պետքա աջակցող ծրագրերը անենք, կլինի տոպկոսի սուբսիդավորում, կլինի այդ մեր տնտեսության արտիականացման, այո, վարկերի տոկոսների սուբսիդավորում, կրթական ծրագրերով, ճանապարհ կառուցելով, ինտերնետ տանելով, մեր խնդիրն է նա, որ Խաչիկ գյուղում լինի ինտերնետ, Խաչիկ գյուղում լինի խաղաղություն, Խաչիկ գյուղում լինի ջուր, Խաչիկ գյուղում լինի դպրոց, Խաչիկ գյուղում լինի մանկապարտեզ, էլ բան պետք չի, ինչ տուն, հա, տուն է, չէ, մի րոպե, հիմա ասենք օրինակ լայնաշերտ ինտերնետի գոյությունը, ձեր ասած պոլիտեխնիկի ավարտած ուսանողի համար, դա գործոն է, իրան ընդհակառակ ավելի հարմար կլինի պայմանով, որ ընդեղ խաղաղություն է, ընդեղից աշխատի, քան գա ինչպես հարգելի պատգամավորն ասում տրանսպորտների մեջ 2 ժամ կորցնի աշխատանքի գնալ գալու վրա վարձ տա եւ այլն եւ այդպես շարունակ ենթակառուցվածք էսա կառավարության անելիքը ես ելի եմ ասում մենք այո մտածել ենք ոգևորված ենք եղել բայց այդ ծրագրերը չեն աշխատում մեր մոտ գիտեք ինչի այդ թվում մեր եկեք ուղի խոստովանենք, մեր մոտ հələ կորպորատիվ կառավարման այդ բանը կուլտուրան ձևավորված չի։ Այսինքն այս հիմնարկը կամ իմն է, կամ իմը չի։ Եթե այս հիմնարկը մի քանի հոգու է, ուրեմն իմ առաջին գործը ոնց անեմ, որ իրանց հանեմ, որ դառնա իմը։ Հասկանում եք, առավել եւս որ կառավարությունն է, վայ, ես ինչ լավ է կառավարությունն եկել է, այդ նշանակում ոչ մեկինը չի։ Դավայ, ով ինչ կարա առանք փախանք։ Հարգելի պարոն Բագրատյան, ես խոստովանում եմ, որ մենք այդ գաղափարը մեզ
հարազատ ա եղել, մենք ողջևորվել ենք, մենք քայլեր ենք ձեռնարկել, մենք գումար ենք ներդրել, հիմա ծնկներիս ենք տալիս, թե ինչ ենք դա արել։ Հետևաբար նույն փոცხի վրա երկրորդ անգամ չենք կանգնելու, կներեք։ Շնորհակալություն, արձագանք պարոն Բագրատյան։ Պատասխանի համար շնորհակալ եմ, պարոն վարչապետ, եւ չեմ նահանջելու, շարունակել եմ պնդել եւ ծրագրեր առաջարկել կառավարությանը։ Իհարկե հաջողած կհամանեմ, եթե իսկապես այդ ծրագրի հաջողության նախ ես խորապես հավատամ եւ տեսնեմ, որ նա նաեւ իրացման հնարավորություններ ունի, այդ դեպքում կգամ եւ մենք ավելի հանգամանալից կզրուցենք, երբ որ ես համոզված լինեմ, որ դա վստահաբար հաջողելու ենք։ Այս պահին, որ փորձերը արվել են եւ չի հաջողվել, նշանակում է խնդիրներ կան։ Իսկ եթե դուք ճիշտ մի խոսք ունեք, որ ասում եք, եթե ապագայում մի բան մտածում ենք, ուրեմն այսօր լինի այդ խնդիրը։ Ես ապագայում տեսնում եմ, որ դա պետք է լինի, դրա համար այսօր այդ խնդիրը ուզում եմ հասկանալ։ Որովհետև եթե մենք ամուր սարին աջակցում ենք, որ շահագործեն, ճիշտ կլինի, որ մենք այս եղածը լրիվ չանենք դուրս, էլի կարողանանք տեղում վերամշակել եւ բազմաթիվ մուլտիպլիկատիվ էֆեկտով գործարաններ ունենանք, որոնք հսկայական շահույթ կբերեն եւ շատ ավելի մեծ հարկեր կբերեն։ Մոտարապես 1-ին 5 տարբերություն է առաջանում շահույթի իմաստով։ Շնորհակալ եմ, բավարար։ Դե մենք հիմա այդ թվում գյուղատնտեսության եւ տնտեսության ոլորտի մեր ծրագրերը ինչ են ուղղված այդ արտադրական ցիկլերը շղթաները երկարացնելու եւ տնտեսությունը արդիականացնել։ Ես ուրիշ լավ նորություն ունեմ։ Ես այս վերջերս հետաքրքրվեցի, վերջերս 2 օր առաջ մեր գործընկերներից հետաքրքրվեցի, թե կապիտալի շուկայում մենք ծրագրեր էինք արել, ինչ եղավ կապիտալի շուկայում, եւ երբ որ վիճակագրությունը ստացա, տեսա, որ այնտեղ մենք էական շարժեր ունենք, իհարկե հիմնականում պարտքի շուկայում ունենք շարժեր։ Ես ինչի համար եմ սա ասում, որ կապիտալի շուկան ինքը նաև տեղ է, որտեղ ներդրողները հնարավորություն կունենան կառավարությունից ավելի առաջ եւ ավելի արագ նկատել այն պոտենցիալ ներդրումների տեղերը, որտեղ արժի փող դնել, եւ այս ենթակառուցվածքը այս առումով եւ լավ ծրագրերը այդ առումով նաև ներդրումներ գրավելու հնարավորություն կունենան եւ այդ թվում ստարտափ համակարգի, էկոհամակարգի զարգացումը, որը էլի մեր ռազմավարությունների մեջ է։ Բայց կառավարությունը փող դնի, էլ չենք ուզում։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։